Գսվի որ մարդ 40 օր առանց փանմը ուդելու գրնա ապրիլ, 3 օր առանց ջուր խմելու, 6 վայրկյան առանց օդ շնչելու եւ սակայն վայրկյան միսկ չգրնար գնալ առանց հույսի։ Ռուս վիբակիր Թեոդոր Դոստոևսկի ասած է առանց հույսի ապրիլը մահանալ է։ Աշակերտը հույսով կսպասե իր ծնողած խոստացած բարգևին եւ անմեծ ուրախություն կունենա, երբ որ կստանա անիկա շրջանավարտության օրը։ Մենք այսօր նկատի պիտի ունենանք ոչ թե մարդու կողմէ դրված խոստումին, հապա Աստծո կողմէ դրված ծննդյան հույսի խոստումին։ Լսեցինք քիչ առաջ Եսայի մարգարեին միջոցով Աստծո խոստումը, որ գսեր խավարի մեջ բդդող ժողովուրդը մեծ լույս տեսավ, մահվան ըստվերին երգիրը բնակողներուն լույս ծագեցավ։ Բայց ինչպես պիտի իրականանար ասիգա։ Գույսիմը հղանալովը, այսինքն հրաշքով, որ գսեր մեզի մանուկը ծնավ, մեզի որդիմը դրվեցավ եւ իշխանությունը անոր ուսին վրա պիտի լա, զորքերուն դերոջը նախանցը պիտի ունե ասիգա։ Գարժե խորիլ թե ինչու մարգարեն Աբաքային գադարվելիք խոստումը ներգային մեջ կդեսնե եւ գսե մեզի մանուկը ծնավ, ոչ է պիտի ծնի։ Մեզի մանուկը դրվեցավ եւ ոչ է պիտի դրվի։ Քանի որ այնքան զորավոր է Աստուծո վրա տրված մարգարեին հույսը, որ Աբաքան ներգային մեջ հավատքով գադարված կենթանացած կդեսնե։ Հագարակ քաղաքական նեղության եւ դիրող մեղքի խավարին։ Այս որքան հուսալից հավատքի զորություն է, որ անով Գաբրի ու անով ժողովուրդը կմխիթարե։ Այս կնշանակե, որ Աստուծո հավատացող մարդը հույսով Գաբրի եւ բրկչի ներկայությունը հավատքով կենթանացած կդեսնե իր առջև։ Այս իմաստով դերունական հույսը լավագույն օրեր ունենալու դեսիլքն է, որ կփոխե հավատացյալը ներկային մեջ։ Աբաքային լալիք բանը ներկային մեջ մեզ կփոխե։ Ինչ էր քաղաքական գացությունը այս շրջանին։ Այս խոստումները կդրվին Հիսուսի ծնունդեն մոտ 700 տարիներ առաջ, երբ Ասորեստանի թագավորը Հրեաստանի Հիսուսային հողամասը կրաված էր եւ վաղ կար, որ հարավային Թութայի մասն ալ կրավվի։ Սակայն Աստված փրկության հույս կուտա երկյուղած ժողովրդին քաչալերական եւ հոգին գենթանացնող հուսալից խոստումներով։ Խոնոր հույս չկա, մարդ իր Աբաքան կգործընծնե։ Եթե Աբաքան գործընծնե, անստույգ խավարի մեջ բդդողի կյանք կունենա։ Մարդ առանց հույսի չկրնար ապրիլ։ Աբաքայի հույսն է, որ մարդուս գենթարացնե։ Մանավանդ Աստուծո վրա տրված հույսով, որ փրկչին քալստյան խոստումներուն հույսով կսպասե։ Երեմիա մարգարե 29-րդ գլխուն 11-րդ համարի մեջ սաբես գսե. Ցեզի համար ծրակիրս գիտեմ գսե դերը։ Ծրակիրը փարորության եւ ոչ թե չարիքի։ Ցեզի աբակա եւ հույս մտալու համար։ Զիս պիտի փնտրեք եւ պիտի գտնեք, վասնզի բոլոր սուրդով պիտի խնդրեք զիս ու ես ցեզի պիտի հայտնվիմ։ Իսկ Միքիա մարգարե 5-րդ գլխուն 2-րդ համարի մեջ գսե. Ով Փեթլեհեմ Եփրաթա, Թավիթի հազարավորներուն մեջը
թեպետուն փոքր ես, բայց քեզ մե բիլիձնի անոր Իսրայելի վրա իշխան պիտի լա։ Ահա ժողովուրդիմը հուսախապ վիճակին մեջ, հույս ներշնչող իշխանիմը ծննդյան բարի լուրը։ Որան պիտի լա ըսկանչելի խորհրդագից հզոր Աստված խաղաղության իշխան։ Մեծ հույսով եւ համբերությամբ սպասեցին հավատացյալներ երկար դարիներ փրկչին Քալստյան։ Վերջապես փրկիչը ծնավ գադարված խոստումեն 700 տարի վերջ։ Թեպետ փրկիչը ծնած էր, սակայն այս շրջանինալ երկիրը քերի էր ռոմայացված կայսրության։ Հերովտեսի նման անկուտ թագավոր մգիշխեր իրենց վրա, որ հարյուրներով մանուկներուն մահվան պատճառ եղավ։ Ուրեմն Հիսուս աշխարհ գուքար, դարձյալ քաղաքական օրեն խանգարված, խամար ժամանակի մեջ, ուր երկիրը գործընծուցած էր իր անկախությունը։ Սակայն դերոջ լուսապայլ հրեշտակը սաբես կհայդարարե։ Քիշերվան խավարի մեջ եղող հովիվներուն հագարակ բոլոր աննպաստ կացության մեջ։ Մի վախնակ, վասնձի ահա ես ցեզի մեծ ուրախության ավիդիս կուտամ, որ բոլոր ժողովուրդին պիտի լա, վասնձի այսօր փրկիչ մծնավ Դավիթի քաղաքին, որ մեջ որ օձյալ է, իսկույն այն հրեշտակին հետ երկնային զորքերու բազմությունն եղավ, որոնք ստացված գործնային ու գսեին երկինքի բարձրության մեջ Աստծո փառք, երկրի վրա խաղաղություն, մարդոց մեջ հաճություն։ Դերոջ հրեշտակին տված այս ուսալից ավետումը, որքան մեծ վստահություն եւ քաջություն տվող բարի լուր մներ ընկճված, ջնշված ժողովրդի համար, որոնք կսպասեինք ինքնիշխան թագավորությունը։ Բայց դերը խոստացած էր աստվածային թագավորություն, որ գդիրե մեր սրդերուն ներաշխարի մեջ, որ մեզ գազադե եւ գփրկե մեղքի քերութենեն ու գահաշտեցնե հորի հետ, ինչպես նաեւ իրարու հետ, գազմելու համար նոր մարտեղությունը իր շնորհալի ու փրկարար ճշմարտության խոսքերով։ Սիրելիներ, Քրիստոսի քալուստը հույսի ժամանակ է, հույսի շրջան է, շնորհքի շրջան է, որ մարդիկ բրգվին եւ հույս ունենան իրենց սահմանված կյանքը դերոճմով շարունակելու այս խավարած անհույս աշխարհի մեջ։ Փրկչին ծնունդը ցույց կտա նաեւ, որ անոր թագավորությունը եկած է եւ անոր իշխանությանը մեջ ենք։ Ինքը կրե աշխարհի պատմությունը վերստին։ Հրաշապար ծնունդով մեր մեջ բնագելով, մարտեղանալով եւ աշխարհիս պատմությունը կբաժնե երկուքի։ Քրիստոսի առաջ եւ Քրիստոսի վերջ։ Այս իմաստով փրկչին ծնունդը մեր անverջ հույսն է աստվածային։ Անոր առաջին քալուստը գդարվեցավ, իսկ կսպասենք անոր երկրորդ քալստյան, որ պիտի հայտնվի Քրիստոս իբրև փառած հույսը աշխարհի։ Գաբրինք երկու քալուստներու միջև։ Գարժե որ հույսով եւ իմաստուն գույսերու պես պատրաստ ըլլանք զինք թիմավորելու։ Դեսած ենք Հիսուսի կյանքին վրայով շարժապատկերներ, ծննդյան ներկայացումներ, Մարիամի, Հովսեփի, հրեշտակներու, հովիվներու ու մոքերու ներկայությամբ։ Սակայն զարմանալիորեն չհիշվիր ծննդյան հանդեսին մեջ, Հիսուսի ծննդյան մեջ
հույսով սպասող երկու անձերու մասին, որոնք անվանի անձեր չէին, սակայն Աստուծո խոստումին սրտանց սպասող հավատարիմ վկաներ եղած են։ Անոնց մասին Ղուկաս մանրամասնությամբ կբատմե Ղուկաս 2:25-38։ Այն ադեն Երուսաղեմի մեջ մարդ մգար, գկրե Ղուկաս, որուն անունը Սիմեոն էր, անիկա արդար ու աստվածավախ էր, Իսրայելի մխիթարությանը համար կսպասեր, ու Սուրբ Հոգին անոր վրա էր, անոր հայտնված էր Սուրբ Հոգին գոմե թե մահ պիտի չտեսնե մինչև դերոջը օձյալը տեսնե։ Անալ Սուրբ Հոգին առաջնորդված դաջար եկավ, եւ Հիսուս մանուկը քիրգը առնավ եւ օրհնեց զաստված ու սավ ալ հիմա ով դեր արցագե քու ծարատ խաղաղությունով քու խոսքիդ համենատ մասնցի իմ աչքերս դեսան քու փրկությունդ, որ բոլոր ժողովրդին արժև բادرաստեցիր, լույսը հետանոսները լուսավորելու եւ փառք քու ժողովրդիդ։ Սիմեոն օրհնեց սանոնք եւ Մարիամին ասավ. ահա այս մանուկը ժողովրդի մեջ շատ մարդոց ինալուն եւ ելլելուն ու հագարագության համար գեցած է։ Հոներ նաեւ Աննա Մարգարեուհին, Փանուեի աղջիկը Ասերից եղեն, եւ որբևարի էր գրեթե 84 տարեկան ու դաջարեն չեր զատվեր, հավա ձոմով ու աղոթքով Աստուծո ծառայություն գներ քիշեր ու ցորեկ։ Ասիգայալ նույն ժամուն եկավ ու դերոջը քողություն տվավ ու անոր վրայով խոսեցավ այն ամենուն, որոնք Երուսաղեմի մեջ փրկության կսպասեին։ Հիսուսի ծնած ադեն չխորինք, որ բոլոր ժողովուրդը փրկչին քալստյան խոստումին հույսով կսպասեր։ Անոնք մեծամասնությամբ կհետևեին գրոնական արարողություններու եւ փարիսեցիական օրինապաշտության։ Շատ քիչ համեմատությամբ կային հավատացյալներ, որոնք հույսով կսպասեին փրկչին քալստյան։ Անոնցմե էին Սիմեոն ծերունին ու Աննա Մարգարեուհին, որոնք մեծ հույսով սպասեցին Հիսուսի ծնունդյան եւ դեսան փրկիչը իրենց մահեն առաջ։ Ասորալ Հրեաստանի հույսը Մեսիայի նկատմամբ շատ տարբեր չէ։ Գսվի, որ Իսրայելի ժողովրդին 110 միայն կսպասե Մեսիայի քալուստյան խոստումին։ Այս կնշանակե, որ ժողովրդին 190-ը Մեսիայի վրայով թրված հույս չունին։ Գապրինք աշխարհիմը եւ կամ աշխարհային սեկուլար կանոններով գարավարվող թարաշրջանի մեջ։ Գիտենք, որ անհավատները Աստուծո վրայով հույս չունին։ Սակայն այսօր քրիստոնյա աշխարհը սալ կդարավի հույսի բագասեն։ Google-ի մեջ բրբդում մրի Harvard համալսարանի գդարած վիճակագրության համեմատ statistics-ին, այսինքն համեմատ գսվի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներու երիտասարդներուն 150-ը հույս չունին։ Հուսահատ են։ Գրնակ երևալ, թե ինչ վիճակի մեջ են մեր երկրին համալսարանական ուսանողները։ Մարդիկ մեծամասնությամբ իրենց հույսը դրած են ոչ թե չափավորությամբ, հապա ծայրահեղորեն թրամի, գալվածի, անձնասիրության եւ հաճույքի։ Քան թե Աստուծո վրա։ Այս արժեքներուն հագարակ չենք, սակայն ինչ որ մարդ փամը Աստուծո ավելի կսիրե
իր գուրքը գլա ու այդ մոլության մեղքի մեջ ինալով գործունցնե դերոջ ներգայությունը եւ անոր աբավինելու հույսը։ Դեսեք Սաղմոս 42-րդ գլխում մեջ ինչ կսե։ Ինչու գցածնաս ով իմ հոգիս եւ ինչու իմ ներսիտիս անանքիստ ես, Աստծո հուսա վասնզի անգամ մնալ զանիգա բիլիքովեմ անե իմ երեսիս փրկությունը ու իմ Աստվածս։ Թարցյալ գսե 40-րդ գլխուն 4-րդ համարի մեջ երանի այն մարդուն, որ դերոջը վրա գտնե իր հույսը։ Իսկ Պողոս առաքյալ գսե ան որ Քրիստոսի վրա թրված հույսին աբավինելով գաբրի ամոթով չմնար։ Հույսը նաև գսպասե, ոչ թե միայն գաբավինի, հաբա նաև գսպասե։ Գսվի, որ Սիմեոն գսպասեր իր ազգին մխիթարության համար, որ պիտի կատարվեր անպայման Աստծո դված հույսը երազմը չեսրելներ։ Վստահություն է, սակայն համբերությամբ պետք է սպասել։ Երազներ գրնանք ունենալ, բայց անոնք գրնան չկատարվիլ, անոնք չեն կրնար աբավինել։ Սիմեոն եւ Աննա հուսալից անձեր էին, դերոջը խոսքին համեմատ ու վստահությամբ եւ հարադեվությամբ սպասեցին ու չմերած իրենց հույսին բդուղը վայելեցին Աստծո փրկիչը տեսնելով։ Սիմեոն Հիսուս մանուկը քիրգ առնելով օրհնեց, զաստված ու սավ ալ հիմա ով դեր արցագե քու ծարատ խաղաղությունով քու խոսքիդ համեմատ վասնզի իմ աչքերս տեսան քու փրկությունդ, որ պիտի լա հույսը հետանոսները լուսավորելու։ Սիմեոն զիրենք օրհնել է ետքը Մարիամին ասավ. ահա այս մանուկը Իսրայելի մեջ շատ մարդոց ինալուն եւ ելելուն համար ու հագարագության նշանը ըլլալու համար գեցած է։ Խուգաս 2:28-34 Ըսվածին համեմատ Հիսուս եղավ հետանոսներուն լույս իր կյանքի ընթացքին ու առաքելությունը շարունակեցավ իրեն վրա հույս տնող հետևորդներուն միջոցով եւ ունեցավ միլիոնավոր հավատացյալներ, ինչպես նաեւ միլիոնավոր հագարագործներ։ Այսօր ալ Հիսուս ամենասիրված եւ ամենամերժված անձն է աշխարհի, սակայն հավատացյալին համար Հիսուս աղբյուրն է փրկության ու հույսի թե ներկայի եւ թե ապագայի նկատմամբ, քանի որ ան է մեր հավիտենական փառքին հույսը։ Մոդեցող ծնունդի շրջանը, եթե նկատի ունենանք, կտեսնենք զարդարված խանութներ, քիշերային քունավոր լույսերը եւ ծնունդի երկերու եղանակները ըստ երևույթի ամեն բան լավ գերեվի։ Մեր եկեղեցին զարդարված է ծնունդի եւ նոր տարվա արիթով, վարսկերնին կդար անոնք, որոնք ցերկ երկարեցին։ Սակայն երբ քննվի մարդոց սրդերը, խոնգա նեղություններ, ցավեր, վախեր, հուսահատություններ եւ սուքեր, սերեր անհրաժեշտորեն հույսի գարոտ աշխարհի մեջ է, որ գաբրինք բահելու համար թե մեր ֆիզիկականը եւ մեր հոգեվոր կյանքը։ Մարդիկ կուսան բادرազմի թաթարման, կուսան առողջապահական եւ տնտեսական բարելավման, սակայն ամեն բանի ավելի պետք է հուսանք եւ ընդունենք փրկչին այցելությունը եւ խավությունը մեր կյանքերում մեջ, որան մեզ լեցնե հույսով եւ վստահությամբ, որբեսի գարենանք թիմավորել կյանքի մարդահրավերները հաղթական կերպով իր շնորհքով։ Ուրեմն ծնունդի նախորդող այս շաբաթներուն մեջ դերը գագանգալ է մեզ
ամեն մեկեն առաջին աղոթենք բոլոր սրտով եւ հարադեղությամբ, որ այս հույս եւ երանտ տվող փրկիչը բնագի մեր ու շատերուն կյանքերուն մեջ այս ծնունդի նախորյակ օրերուն։ Երկրորդ ծառայենք իրեն սիրով եւ խոնարհությամբ։ Երրորդ ուր որ պետք է հույս, կարեկցություն եւ մխիթարություն տվող ըլլանք խոսքով եւ կյանքով։ Եկեղեցիը բադին վրա դրված է հետևյալ արձանագրությունը. Արթուն եղիր, երկող եղիր, վկայող եղիր, աղոթող եղիր, բայց երբեք հուսահատ մի ըլլար։ Ամենամեծ բարգևը, որ մարդ կրնա ունենալ Քրիստոսի փրկությունը եւ անոր վրայով դրված հույսը ունենալն է, թե ներկայի եւ թե ապագայի նկատմամբ։ Խոսքս օրինակով գուզեմ վերջացնել։ Խարիսխը հույսին խորհրդանիշն է։ Anchor, որ գիտեք գտնեն երբեմն բզդիկներու գուրցքեն հավատ հույսեր, հավատքը ուրեմն ցույց կտա խաչով, հույսը խարիսխով եւ սերտն ալ սիրտով, հույսը ուրեմն ուրեմն խարիսխը հույսին խորհրդանիշն է։ Խարիսխը գործածվի նավերը ծովու մեջ հաստատ կեցնելու։ Անիկա գամ ավազի մեջ մխրջված եւ գամ ժայռիմը գարչած գմնա, որովհետեւ նավը ալիքներուն ու հոսանքին թեմ հաստատ բահե այս խարիսխով։ Նույնպես ալ Քրիստոսը մեր խարիսխը, որ մեզ հաստատ կբահե հավատքով եւ հույսով իրեն գարչած։ Ով որ ունի այս հույսը Քրիստոսի վրա գարչած, պիտի կարենա դոնել փրկչին ծնունդը խաղաղությունով եւ ուրախությունով, փառք եւ բադիվը Աստծո տալով։ Դերը օրհնե մեզ բոլորս։